Կիրակի օրը նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է Հովանավանք եւ մասնակցելու է Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվող կեղծ պատարագին։ Նա նաեւ ժամանակ էր նշել, որ գնալու է երթով դեպի Վեհարան, այն վեհափառից ազատելու։ Արմլուրը փորձել է հասկանալ իշխանության ներկայացուցիչներից, ովքեր կմիանան պատարագին եւ դեպի Վեհարան երթին։ Ներսում կոնկրետ ես падգամավոր տեսել եմ Արուսին Մանավազյան, որի հետ միասին ենք գնացել իրականում ու գնալու ենք նաեւ այս Կիրակի, նույնիսկ Մանավազյան Արուսյակը նախորդ անգամ երեխաներին էր ուզում բերել, ինչ որ չստացվեց այսպես խառը, այս անգամ ասաց, քանի որ բանը երկրորդ անգամ էլ վարչապետը լինեմ, կուզանամ երեխաների հետ էլ ներկա լինեմ, ես էլ եմ այնտեղ լինելու, էլի գնալու եմ պատարագ։ Ցանկություն ունենամ մասնակցեմ, չունենամ չեմ մասնակցի, նաև ժամանակս։ Իսկ այս Կիրակի ինչ պատճառով չկայք, որտեղ ձեր խմբակցության ներկայացուցիչներ կային այդտեղ։ Ես Շնևից նոր էի, գիշերն էի վերադարձել եւ հետեւաբար առավոտյան եմ հասել երկիր։ Հետևաբար չեմ կարողացի վիճակի չեմ եղել ես գնալ։ Մասնակցելու եք Հովանավանքի պատարագին։ Ես կրոնական մարդ չեմ, ոնց է դիքից տենց հացի։ Կիրակի օրը անպայման մասնակցել եմ։ Իսկ դուք Այո։ Սատարում եք, այսինքն Ես անպայման մասնակցել եմ։ Ես քրիստոնյա եմ եւ պատարագներին մասնակցել եմ։ Այո։ Մարզից մարդ տանելու եք, ինչպես եւ օրինակ Երևանի ընտրություններին մարդիկ կային, ովքեր գրել էին 25-ից 30 հոգի իմ կողմից, հիմա էլ օրինակ Հովանավանքին պատարագի մասնակցելու։ Ինձ թվում է այդ այնպիսի հարցա, որ չես կարող որևէ մեկին ասել, եկեք գնանք պատարագի մասնակցենք, դա իրանց ցանկությունը պետք է լինի, որ իրենք կուզենան մասնակցեն։ Պարոն Փաշինյանը հավաքի մասին այն ժամանակ հայտարարել են, ասել էր սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ երբ որ նոր բան լինի, ապա կարծում եմ կհայտարարվի։